Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքը։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի շփումները։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսի անունից հաղորդագրություն է տարածվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը, որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ ընդգծել է կայուն խաղաղության կարեւորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն եւ բարգավաճում ապահովելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է, ասված է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարող է հիմք եւ երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար։ Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսության, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւս ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին։ Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման հրամայականը։ Ավելի վաղ նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում է տեղի ունեցել Հարարատ Միրզոյանի եւ Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների նախարարները հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով եւ պատասխանել նաև լրագրողների հարցերին, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում սա Սեյեդ Աբբաս Արաղչիի առաջին այցն է Հայաստան, բայց Հայաստանի արտաքին գործերի նախարարն իրանցի պաշտոնակցի հետ առաջին անգամ չէ, որ հանդիպում է, բայց եւս մեկ անգամ Արարատ Միրզոյանն ընդգծում է, բարեկամ Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, ինչը Հայաստանի կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Նախարար Արաղչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին։ Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, եւ սա կարևոր արդյունք է։ Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի Միրզոյանն ընդգծում է նաև Իրանն իր մասնակցություն ունի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն։ Նախարարի խոսքով Քաջարան Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր բաղադրիչն է, ինչն ըստ Արարատ Միրզոյանի թույլ է տալիս փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց խաղաղության խաչմերուկ նախագիծը, այլև գործնականում ներգրաված է նախագծի կյանքի կոչմանը։
Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու եւ ստորագրումը կարևորելու համար։ Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անձեռնխելության վերաբերյալ։ Ինչպես եւ Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անկախտելությունը ունի կենսական նշանակություն։ Այն, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ դեմ է միջազգայինորեն ընդունված սահմանների փոփոխությանը, Սեյեդ Աբբաս Արաղչին եւս մեկ անգամ հենց այստեղ է վերահաստատում։ Ես կարծում եմ բոլոր խնդիրները տարածաշրջանի ներսում երկխոսության եւ դիվանագիտության միջոցով պիտի լուծվեն, առանց ուժի կիրառման։ Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների զարգացումը, հարգելով յուրաքանչյուր երկրի օրենքները, տարածքային ամբողջականությունը։ Սրանից բացի որևէ այլ ուղի Իրանի համար ընդունելի չէ։ Մենք պայմանավորվել ենք, որպեսզի լավագույնս օգտագործենք երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալը։ Իրանը եւ Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում, որ իրանական բեռնափոխադրումները Սև ծով եւ իրանական բեռնատարների փոխադրումը դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Օման դյուրացվեն, ինչպես նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ բեռնափոխադրումները դյուրացնելու համար։ Սեյեդ Աբբաս Արաղչիի շուրթերով եւս մեկ անգամ Իրանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ ծրագրին, ըստ իրանական կողմի, այն մեծ հնարավորություն կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Իրանը հուսով է, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից վերջնական որոշում կկայացվի խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, թեև տարածաշրջանում վտանգներ իրանցի դիվանագետը դեռևս տեսնում է։ Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի եւ հուսով ենք, որ այդ խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն եւ տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը, որը բոլորի շահերից է բխում։ Արարատ Միրզոյանն իր հերթին եւս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի դիրքորոշումը։ Երևանը պատրաստ է հնարավորինս արագ ներգրավվել գործընթացում եւ ստորագրել խաղաղության փաստաթուղթը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով պաշտոնական Բաքուն շարունակում է նոր նախապայմաններ տեսնել ու պատկերացնել։ Այս իրավիճակում նախարարի խոսքով պետք է շարունակել աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ազգային ժողովը 64 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ այսօր ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Հիշեցնենք, առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ էին կատարվել օրենքի նախագծում։ Նախաբանից դուրս էր եկել առաջին հատվածը՝ Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը նախադասությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարման Եղոյանը տեղեկացրել էր, որ կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի։ Նախագծի տեքստի երկրորդ հատվածը եւս խմբագրվել է եւ վերաշարադրվել այսպես. Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը հայտարարում է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները, ցուցարարները բողոքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալության դեմ։ Կալանավորված ընդդիմադիր գործիչը առաջադրվել է նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը։ Թեմայի շուրջ գործընկերս Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Այո, իսկապես, եթե մինչ 3 ցուցարարները պահանջում էին միայն Էքրեմ İmamoğlu'ի ազատ արձակումը, ապա 3 հնչեցրեցին նաև նախագահի հրաժարականի պահանջը։ Բացի այդ նկատվում է, որ ցուցարարները արդեն պատրաստ են ուժային գործողությունների անցնել։ Մասնավորապես 3 փորձ էին ձեռնարկել շրջափակելու Գալաթի կամուրջը եւ նաեւ 3 տեղեկություններ էին տարածվել լրատվամիջոցներում, որ ցուցարարները ներխուժել են Անկարայում նախագահի աշխատակազմի տարածք, պալատի տարածք, թեև այս տեղեկությունները
ավելի ուշ հերքվեցին, համենայն դեպս որքան հասկանում եմ նման փորձ իսկապես ձեռնարկվել էր։ Երեք Ստամբուլի Սարաչխանե հրապարակում ամենախոշոր ցույցն էր վերջին 5 օրվա ընթացքում, տարբեր տեղեկություններով 1.5 միլիոնից 2 միլիոն մարդ էր հավաքվել։ Այսինքն վերջին 10 տարվա ընթացքում սա ամենախոշոր այսպես հանրային ակցիան է։ Եվ այն այդպիսի ցույցեր տեղի ունենում ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլ խոշոր քաղաքներում, այլ Թուրքիայի տարածքով 81 նահանգներից 55-ում մեծ ցույցեր են տեղի ունեցել։ Իրավապահները այդ ցույցերը ծրելու համար օգտագործում են եւ մահակներ, արդյունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ավելի քան 1000 ձերբակալվածներ կան, այդ թվում նաեւ լրագրողներ։ Այս իրավիճակը արդեն ազդում է նաեւ Թուրքիայի տնտեսության վրա։ Ցույցերի առաջին 2 օրվա ընթացքում ազգային արժույթը լիրան կորցրեց իր կշռի գրեթե 4%-ը, իսկ ֆոնդային գլխավոր ցուցիչը փլուզվել է 17%-ով։ Դա հաշվի առնելով կենտրոնական բանկը այսպես կոնկրետ ռադիկալ քայլերի է դիմում, մասնավորապես ավելացրել է վարկային դրույքաչափը ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար եւ ամենաշատը տուժում է Էրդողանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես կառույցները։ Երեք չառաջին օրը ցույցում հրապարակվել էր Էրդողանի ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունների ցուցակը կամ այն ընկերությունները, որտեղ նրանք փայաբաժին ունեին եւ կոչ էր արվել չօգտվել այդ ընկերությունների ծառայություններից։ Այդ ցուցակում է նաեւ Espresso Lab թեյերանների եւ սրճարանների ընկերությունների ցանցը եւ այդ 2 օրվա ընթացքում այդ ընկերությունը իր շրջանառության շատ շոշափելի ծավալի կորուստ է արձանագրել եւ եթե այդպես շարունակվի արդեն մինուսով կսկսի աշխատել։ Արտյոմ, արդյոք կգրանցեն Իմամօղլուին։ Իրականում կալանավորումը նախագահի տեխնացուի գրանցման համար խոչընդոտ չէ, բայց այն, որ չեղարկվել է Իմամօղլուի բարձրագույն կրթության մասին դիպլոմը, այ դա կարող է խոչընդոտ լինել։ Հիշեցնեմ, հենց այն օրը, երբ Իմամօղլուին կալանավորեցին, գլխավոր ընդդիմադիր ժողովրդահնրապետական կուսակցությունը իր պրայմերիզում առաջադրեց նրան նախագահի տեխնացու, ընդ որում նրա օգտին քվեարկել է գրեթե 15 միլիոն կուսակցական, թեև նա միակ տեխնացուն է եղել, այնուամենայնիվ տպավորիչ թիվ է, չէ։ Եվ ամեն ինչ վկայում է այն մասին, որ Թուրքիայում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Դա բխում է ոչ միայն ընդդիմության շահերից, այլ նաև իշխանության շահերից։ Բանն այն է, որ եթե Էրդողանը չկառավարի մինչև իր այս լիազորությունների ավարտ, նա կհամարվի, որ վերջին իր լիազորությունները չի ավարտել եւ կարող է նորից նախագահի տեխնացու առաջադրվել, ֆորմալ չխախտելով սահմանադրության պահանջը, թեև նա արդեն 4 անգամ է նախագահ ընտրվել, զուտ ֆորմալ այստեղ կարծես իրավաբանները խնդիր չեն տեսնի։ Իմամօղլուին վարկաբեկելու համար բոլոր հնարավոր միջոցները եւ գործիքները օգտագործում են։ Դրանց թվում է նաեւ այն, թե իբրև թե Իմամօղլուն հունական ծագում ունի։ Կրկին սկսել են շրջանառել այս վարկածը։ Դեռ կալանավորումից առաջ բրիտանական Times պարբերականին Իմամօղլուն ասել էր, մեջբերեմ նրա խոսքերը. եթե ես հույն լինեի, ես երբեք չէի թաքցնի դա։ Եթե ես հայ լինեի, ես նույնպես դա երբեք չէի թաքցնի։ Հիշեցնեն ժողովրդահնրապետական կուսակցության նախորդ նախագահի տեխնացու Քեմալ Քլիչդարօղլուի դեմ էլ օգտագործում էին իր մոր ծագումը, որը իբրև թե հայ էր։ Արտյոմ, այս ամենը ինչպես են գնահատում գերտերությունների մայրաքաղաքներում։ Դե Ֆրանսիայում, Գերմանիայում խստորեն դատապարտել են եւ հայտարարել են, որ այն ինչ տեղի է ունենում անհամատեղելի է Թուրքիայի եվրոինտեգրացիայի հետ։ Եվրահանձնաժողովը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, բայց շատ հստակ դատապարտելու խոսքեր
չեմ նկատել այդ տեքստում, միայն ասվում է, որ Էկրեմ Իմամօղլուի ձերբակալությունը կասկածի տակ է դնում Թուրքիայի ժողովրդավարական ավանդույթներին իր հավատարմությունը, Թուրքիայի հավատարմությունը, առայժմ լռում են Միացյալ Նահանգներում։ Միգուցե պատճառն այն է, որ այսօր սկսվում է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի պաշտոնական այցը Վաշինգտոն, դա առաջին այցն է Դոնալդ Թրամփի նախագահ վերընտրվելուց հետո եւ ամենայն հավանականությամբ Վաշինգտոնյան բանակցություններում ուղղակի կամ անուղղակի ձևով կշոշափվի նաեւ հայկական թեման։ Շնորհակալություն Արսեն։ Միացյալ Նահանգներն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, այդ մասին խոսել է Միացյալ Նահանգներում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հանդիպման ժամանակ, այդ մասին նշված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ Հական Ֆիդանի այցը տեղի է ունենում Թուրքիայում ընթացող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։ Ըստ այդմ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ձերբակալությունների եւ դրանց հետեւած բողոքի ցույցերի կապակցությամբ։ Նախորդին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Ֆիդանը Միացյալ Նահանգներում կքննարկի Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում ռազմավարական քայլերը։ Այսքանն ենք առանձնացրել այժմի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։